Այսօր մարտի 25-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակում տեղեկություններ են ստացվել, որ Մեղրի Նռնաձոր ավտոճանապարհի 27 կիլոմետր հատվածում ՈՒԱԶ մագնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց եւ մոտ 40 մետր գլորվել ձորը։ Ինչպես հայտում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կարճ ժամանակ անց նմանատիպ ահազանգ է ստացվում նաեւ ՀՀՆԳՆ փրկարարծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Մեղրիի Հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, ժամանել են նաեւ Սյունիքի մարզի գումարտակի պարեկները, գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Նարեկ Մանուչարյանի գլխավորությամբ։ Օպերատիվ ժամանել են նաև Մեղրիի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր նշված վայրից ծանր ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխել ՌԴ քաղաքացի 22-ամյա Իգոր Կոտովին։ Պարզվել է նաև, որ տեղում մահացել է ՌԴ քաղաքացի 30-ամյա Ռոման Ալշիխինը։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մեղրիի բաժնի հերթապահ խումբը օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ Վթարի մասին Կոտայքի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, սակայն հնարավոր է դեպքի վայր ժամանեն ոչ թե նշված վարչության քննչական խումբը, այլ Հայաստանում տեղակայված ՌԴ սահմանապահ զորքերի քննիչները։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացածն ու վիրավորը ծառայում են ՌԴ սահմանապահ զորքերում, իսկ տարածքն էլ նրանց վերահսկողության տակ էր գտնվում։ Փաստ օրաթերթը գրում է. Փաշինյանական կառավարության անդամներից մեկը Facebook-յան գրառում է արել եւ մասնավորաբար ասել հետեւյալը. Շատ կարեւոր է, որ ժողովուրդը իր իշխանությունը ընտրություններով տա մարդկանց, կուսակցությունների, որոնցից ցանկացած պահի կարող է հետ վերցնել իր իշխանությունը։ Ճիշտ է ասում, նրա հետ միանգամայն համամիտ ենք, բայց ստացվում է, որ սույն նախարարը ակամա ասել է, որ սխալ է արել ժողովուրդը ընտրելով ՔՊ-ին եւ որ այլևս նման սխալ չանի։ Չէ՞ որ հենց ՔՊ-ն է հնարավոր ու անհնար մեթոդներով սոսնձված մնացել աթոռներին, չնայած երկիրն ու բանակը խայտառակ պարտության են տարել, չնայած Արցախն են ուրացել ու հանձնել, չնայած երկիրն ու ժողովրդին տարան ու տանում են ծանրագույն աղետների ու փորձությունների։ Ավելին, նույնիսկ թիմ ընտրություններում, երբ ՔՊ-ն ու իր թեկնածուները մերժվում են ու պարտվում, Փաշինյանի իշխանությունը ռեպրեսիվ միջոցներով, տարբեր մանիպուլյացիաներով ամեն ինչ անում է այդ սխալն ուղղելու համար։ Դա այնքան հաճախակի է դրսևորվել, որ նույնիսկ հատ-հատ նորից հիշեցնել չարժե։ Մի խոսքով ՔՊ-ն նույնն է, թե Փաշինյանը ամեն կերպ ու ամեն գնով կառչած է իշխանությանը։ Այն կարգի է կառչած, որ ոչ մի դեպքում, ոչ մի ընտրության պարագայում, եթե անգամ 0 ձայն ստանա, չի պատրաստվում հեռանալ։ Այնպես որ կարկառուն ՔՊ-ականը շատ թափանցիկ հասկացրել է մեր ընտրողներին, թե ինչու չի կարելի ընտրել ՔՊ-ին։ Ամբողջ Սիրիայում անջատվել է ինտերնետը, հաղորդում է NetBlocks ինտերնետ մոնիտորինգի միջազգային ծառայությունը։ Ուղիղ ցանցի տվյալները ցույց են տալիս ամբողջ Սիրիայում ինտերնետի անջատումը, ասվում է հայտարարության մեջ։ Սիրիայում իրավիճակը սրվել էր մարտի սկզբին, երբ բախումներ սկսվեցին ալավինների եւ նոր կառավարության կողմնակիցների միջեւ։ Դրանք ազդել են Լաթաքիա, Տարտուս, Համա եւ Հոմս նահանգների վրա։ Զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 1,3000-ը։ Անվտանգության ուժերի գրոհներն ավարտվել են մարտի 10-ին։ Ռիադում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչների բանակցությունները տևել են ավելի քան 12 ժամ, հայտնում է ՌԻԱ Նովոստի թղթակիցը։ Պատվիրակությունները լրատվամիջոցների հետ չեն շփվել։ Գործակալության աղբյուրի համաձայն կողմերը համատեղ հայտարարություն կհրապարակեն երեքշաբթի մարտի 25-ին։ ՌԻԱ Նովոստի զրուցակիցը նշել է նաեւ Ռուսաստանի ներկայացուցիչների լավ տրամադրվածությունը բանակցություններից հետո։ Իսրայելի պաշտպանության բանակը ցախալ հարված է հասցրել սիրիական Թադմոր եւ T4 բազաների ռազմական օբյեկտներին։ Այս մասին հայտնում է 10 հղում անելով բանակի մամուլի ծառայությանը։ Որոշ ժամանակ առաջ Իսրայելի պաշտպանության բանակը հարված է հասցրել սիրիական Թադմոր եւ T4 ռազմաբազաներում մնացած ռազմական օբյեկտներին, ասվում է հայտարարության մեջ։ Մամուլի ծառայությունում ընդգծել են, որ ցախալը կշարունակի գործել Իսրայելի քաղաքացիներին ուղղված ցանկացած սպառնալիք վերացնելու համար։ Հրապարակ օրաթերթը գրում է. Գյումրու 9 ուժերից մեկի առաջին համարը Թուրքիայի կացության քարտ ունի։ Այդքան տղա է, թողասի է այդ մասին։ Երեք հայտարարեց Սարիկ Մինասյանը։ Հրապարակ օրաթերթին ասեցին, որ այդ անձը Սուրեն Սուրենյանցի դեմոկրատական այլընտրանք կուսակցության ցուցակը գլխավորող անկուսակցական Արտյոմ Ղարաղազարյանն է։ Ըստ լուրերի նա Թուրքիայում հյուրատներ ունի, պարբերաբար այցելում է։ Սուրենյանցին հրապարակ օրաթերթը հարց ուղղեց. ճիշտ է, որ ՔՊ
Ֆիդոյի նշած անձն իրենց թեկնածուն է։ Նա չհերքեց, խոստացավ պատասխանել, երբ զրույցի իր թեկնածուի հետ։ Ասաց, որ իրենց թեկնածուն նախկինում զբաղվել է բեռնափոխադրումներով։ Ավելի ուշ հայտարարեց, որ այսօր ասուլիս կհրավիրեն եւ կպատասխանեն Մինասյանի պատմական բացահայտմանը։ Հնդկաստանը նվազեցնում է ամերիկյան ապրանքների մաքսատուրքերը կանխելու համար առևտրային վեճը, գրում է Reuters-ը։ Հնդկաստանը նախատեսում է նվազեցնել կամ վերացնել մաքսատուրքերը ԱՄՆ-ից ներմուծման 55%-ի վրա, ավելի քան $23 միլիարդ արժողությամբ։ Նպատակն է $66 միլիարդ արժողությամբ հնդկական ապրանքների արտահանումը պաշտպանել ԱՄՆ հնարավոր պատասխանատվություններից։ Այս քայլը դիտվում է որպես Հնդկաստանի ամենամեծ մաքսային զիջումը վերջին տարիներին։ Լոս Անջելեսից Չինաստան թռչող United Airlines ավիաընկերության ինքնաթիռը ստիպված է եղել վերադառնալ այն բանից հետո, երբ պարզվել է, որ օդաչուներից մեկն իր հետ չի վերցրել անձնագիրը։ Այս մասին CNN-ին հայտնել են ավիաընկերության ներկայացուցիչները։ Boeing 777-ը շաբաթ օրը օդ է բարձրացել Լոս Անջելեսի օդանավակայանից։ Ինքնաթիռում եղել են 257 ուղևոր եւ անձնակազմի 13 անդամ։ Ինքնաթիռը շարժվում էր դեպի Շանհայ, թռչելով Խաղաղ օվկիանոսի վրայով, սակայն թռիչքից 2 ժամ հետո ինքնաթիռը շրջվել է եւ ուղղվել դեպի Սան Ֆրանցիսկո։ Օդանավի օդաչուն անձնագիր չի ունեցել, ավիաընկերությունը կազմակերպել է անձնակազմի փոխարինում, որպեսզի այդ երեկո ուղևորներին տեղափոխեն իրենց նպատակակետ։ Ուղևորներին տրամադրվել են սննդի կտրոններ եւ փոխհատուցում անհարմարությունների համար։ Նոր անձնակազմը Շանհայում վայրեջք է կատարել 6 ժամ ուշացումով։ Ալեքսանդր Լուկաշենկոն 7-րդ անգամ անընդմեջ պաշտոնապես ստանձնեց Բելարուսի նախագահի պաշտոնը։ Եմենում հութիների Անսար Ալլահ խմբավորումը 2 բալիստիկ հրթիռներով թիրախավորել է Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանը։ Armen Press-ի փոխանցմամբ այս մասին հայտարարել է խմբավորման ռազմական խոսնակ Յահյա Սարին։ Հայտարարության մեջ Սարին հաստատել է, որ գործողությունը հաջողությամբ հասել է իր նպատակին, հավելելով, որ հութի խմբավորումը նաև կշարունակի խոչընդոտել իսրայելական նավերի նավարկությանը, քանի դեռ չի դադարեցվել Գազայի հատվածի պաշարումը եւ անկլավի նկատմամբ ագրեսիան։ Ալ Ջազերայի փոխանցմամբ հութիների ռազմական խոսնակը նշել է, որ Կարմիր ծովում 24 ժամվա ընթացքում Անսար Ալլահն արդեն 2-րդ անգամ հրթիռներով եւ անօդաչու սարքերով թիրախավորել է ամերիկյան Հարի Թրուման ավիակիրը եւ մի քանի ռազմածովային նավեր։ Նա հայտնել է, որ Հարի Թրուման ավիակրի եւ ամերիկյան ռազմանավերի հետ բախումը տևել է մի քանի ժամ եւ խափանվել է Եմենի դեմ նախապատրաստվող օդային հարձակումը։ Ազգային ժողովի նիստի մեկնարկին Ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավոր Գեղամ Մանուկյանը դիմելով Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին ասաց, որ օրերս Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անհարգալից արտահայտություն է թույլ տվել քուրդ համայնքի նկատմամբ։ Որպես ԱԺ նախագահ ակնկալում եմ, որ ձեր կողմից դիրքորոշում կլինի առնվազն դատապարտող կարճ արտահայտություն, ասել է Գեղամ Մանուկյանը։ Ի պատասխան Սիմոնյանը նշեց. Դուք էլ լավ գիտեք, որ մեր խոսակցականի մեջ արտահայտություններ կան, որոնք ուղիղ իմաստով չեն գործածվում ու նպատակ չունեն որևիցե մեկին վիրավորելու, տարանջատելու։ Վստահ եմ, որ պարոն Ավինյանը վիրավորելու նպատակ չի ունեցել։ Գեղամ Մանուկյանն էլ արձագանքել է. Մեր ժողովրդի բառապաշարում այնքան թևավոր արտահայտություններ կան, որ հողում տալով դրանց չի կարելի վիրավորել։ Այդպես թևավոր արտահայտությունը անաղուհաց քրդի շուն, բայց որևէ մեկը չի օգտագործում։ Որպես падգամավոր մեր քուրդ եղբայրներից ու քույրերից ներողություն եմ հայցում։ Ավինյան ընտանիքի համար սովորական է դարձել մեր հայրենակիցների տարբեր խմբերին վիրավորելը։ Լուկաշենկոն հայտարարել է, որ անպայման կկատարի այն ամենը, ինչ նշված է իր նախընտրական ծրագրում։ Նա ընդգծել է, որ խնդիրն այն է, որ Բելարուսը առաջ գնա, չնայած բոլոր մարտահրավերներին, մենք կպահպանենք տնտեսության սոցիալապես կողմնորոշված մոդելը, հիմնված պետության եւ հասարակության փոխադարձ պատասխանատվության վրա։ Շարունակելու ենք աշխատել պետական կառավարման արդյունավետության բարձրացման, բյուրոկրատիզմի եւ կոռուպցիայի դեմ անողոք պայքարի ուղղությամբ։ Մենք դա կանենք ինչպես միշտ հրապարակային եւ բաց։ Այս խնդիրը մենք կլուծենք այս հնգամյակում, ես խոստանում եմ, ասել է երկրի ղեկավարը։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի եւ Իրանի արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի ընդլայնված կազմով հանդիպումը։
Հանդիպման արդյունքներով նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։ Այսի շրջանակում նախատեսված է նաև նախարար Արախչիի բանակցության ուժը գրքի շնորհանդեսը։ Իրանի արտգործնախարար պաշտոնական ներկայացուցիչի հաղորդմամբ Երևանում Արախչին հանդիպելու է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Բացի երկկողմ հարաբերությունների շուրջ քննարկումներից օրակարգում նաև Հարավային Կովկասի վերջին իրադարձություններն են։ Գերմանիան լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել Վրաստանում բողոքի ցույցերը ճնշելու համար պատասխանատու պաշտոնյաների դեմ։ Այս մասին նշվել է երկրի արտաքին գործերի նախարարության հայտարարությունում։ Երկրի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ վրացիները գրեթե 3 ամիս շարունակ բողոքում են կողմ արտահայտվելով Եվրամիությունում ապագայի համար եւ երկրի ղեկավարության կուրսի դեմ։ Նրանք շարունակում են բախվել ահաբեկումների, ձերբակալությունների եւ բռնությունների։ Այսօր Գերմանիան մուտքի լրացուցիչ արգելքները սահմանել մի շարք պաշտոնյաների համար, որոնք պատասխանատու են Վրաստանում բողոքի ցույցերը ճնշելու համար, հայտնել են Գերմանիայի արտգործնախարարությունից։ Դեկտեմբերին Մեծ Բրիտանիան եւ Միացյալ Նահանգները հայտարարել են Վրաստանի ներքին գործերի նախարարի եւ անվտանգության ուժերի այլ ներկայացուցիչների դեմ պատժամիջոցների մասին։ Հունվարի 27-ին Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարները որոշում են կայացրել չեղարկել անվիզա ռեժիմը Վրաստանում դիվանագիտական ազդագրեր ունեցողների համար։ Վաշինգտոնի վարչակազմը դրական է գնահատում Սաուդյան Արաբիայում Ռուսաստանի եւ Ուկրաինայի ներկայացուցիչների հետ բանակցությունները եւ շուտով մտադիր է դրական հայտարարություն անել։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Ռեթուրս գործակալությունը վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրը։ Ըստ աղբյուրի բանակցությունները, որոնք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի փորձագիտական խմբերը վարում են Էրիդայում, չափազանց լավ են ընթանում։ Մենք ակնկալում ենք, որ շուտով դրական հայտարարություն կարվի, հավելել է աղբյուրը։ Երկուշաբթի օրը Դայում ավարտվել է Ռուսաստանի եւ ԱՄՆ ներկայացուցիչների հանդիպումը։ Ավելի քան 12 ժամ տևած խորհրդակցությունից հետո, որի ընթացքում քննարկվել են ուկրաինական հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր։ Խորհրդակցություններին ռուսական պատվիրակությունը գլխավորում էր Դաշնային խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Գրիգոր Կարասինը եւ անվտանգության դաշնային ծառայության տնօրենի խորհրդական Սերգեյ Բեսեդան։ Ամերիկյան պատվիրակության կազմում էին ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի գծով ավագ տնօրեն Էնդրյու Փիքը, պետդեպարտամենտի քարտուղարության պլանավորման տնօրեն Մայք Անտոնը, ինչպես նաև Ուկրաինայի հարցերով հատուկ բանագնաց Քիթ Քելոգի եւ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։ Մախաչկալայում այսօր առավոտյան երկու խոշոր պայթյուն եւ հրդեհ է տեղի ունեցել կան վիրավորներ։ Առաջինը կենցաղային գազի պայթյուն է տեղի ունեցել բնակելի շենքերից մեկում։ Բռնկված հրդեհը տարածվել է բնակարաններում, շենքի քարերն ընկել են կայանված 15 մեքենայի վրա։ Երկրորդ պայթյունը տեղի է ունեցել բջջային կապի սրահում։ Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ բանակցություններում պահանջում է Ուկրաինայի զինված ուժերի դուրսբերումը Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիայի եւ Խերսոնի շրջաններից, գրել են ԶԼՄ-ները։ Մոսկվան կարող է նույնիսկ փորձել գրավել այլ շրջանների մասեր, օրինակ Դնեպրոպետրովսկը կամ Սումին, իսկ հետո փոխանակություն առաջարկել Խերսոնի եւ Զապորոժիայի հետ։ Կամ Թրամփը կազդի, որ նրանք հեռանան, կամ նրանք մեզ կասեն՝ մտեք ձգձգվող բանակցությունների մեջ եւ զուգահեռաբար կիրառեք ռազմական ուժ վերահսկողություն հաստատելու համար։ Սա մեզ համար ամենավատ տարբերակն է, ասել է ռուս պաշտոնյաներից մեկը։ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը կարող է հեռանալ պաշտոնից։ Սպիտակ տանը ակտիվ քննարկումներ են ընթանում ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդական Մայք Ուոլսի ապագայի վերաբերյալ Եմենում ԱՄՆ հարվածների մասին տվյալների արտահոսքից հետո։ Պոլիտիկոն հայտնում է, որ նրա հրաժարականը չի կարելի բացառել։ Սպիտակ տան պաշտոնյաները նախազգուշացրել են, որ նախագահ Դոնալդ Թրամփը ի վերջո որոշում կկայացնի 2 օրվա ընթացքում, քանի որ նա հետևում է տվյալների խախտման մասին հաղորդումներից հետո։ Ատլանտիկ ամսագրի գլխավոր խմբագիր Ջեֆրի Գոլդբերգը պատահաբար ավելացվել է Սիգնալ հավելվածում Սպիտակ տան գաղտնի խմբային չաթում։ Դրանում ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի բարձրաստիճան անդամները քննարկում էին Եմենի հութիների դեմ ռազմական գործողության մանրամասները։ Այժմ Սպիտակ տունը հետաքննում է ինչպես է խմբագրի հեռախոսահամարն ավելացվել կառավարության չաթում։
Անցած գիշեր Ստամբուլում կրկին թեժ է եղել կալանավորված քաղաքապետի կողմնակիցների զանգվածային բողոքի ցույցեր։ Դրանք ջրով եւ ռետինե մահակներով սրելու փորձեր եւ Էրդողանի 6 զայրացած գրառում սոցցանցում։ Թուրքիայի նախագահ ընդդիմությանը մեղադրել է արգելված ֆետոյի հետ կապ ունենալու մեջ նրանց անվանելով մարգինալներ եւ քաղաքական առևտրականներ։ Երեք երեկոյան ձերբակալվել է եւս 43 մարդ։ Ձերբակալվածների ընդհանուր թիվը հասել է 1200-ի։ Առավոտյան ձերբակալությունները շարունակվել են ու դրանք եղել են հասիական։ Այսօր Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցն է։ Ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ներկայացրել է Անդրանիկ Մարգարյանի մասին լսած պատմություններ։ Ես չեմ հանդիպել Անդրանիկ Մարգարյանին, բայց շատ պատմություններ եմ լսել նրա մասին, ավագ ընկերներիցս։ Այսօր կկիսվեմ մեկով։ Շատերդ գիտեք, որ Հանրապետական կուսակցության հիմնադիրները խորհրդային իշխանության տարիներին գործել են ընդհատակում, տարածելով ցեղակրոնության եւ ազգային գաղափարախոսության թեզերը։ Տրամաբանորեն նրանք հաճախ հայտնվել են խորհրդային ԿԿԲ-ի ուշադրության կենտրոնում։ Մեր կուսակցության ավագ ներկայացուցիչներից Գագիկ Մինասյանը մի անգամ պատմեց, որ մի օրինաչափություն կար։ Անդրանիկ Մարգարյանի հարցաքննություններից հետո երբեք որևէ նոր մարդ չէր հարցաքննվում։ Նա երբեք չէր մատնում իր համագիրներից ոչ մեկին։ Իսկ գիտեք, թե ինչու է ՀՀԿ քաղաքական դպրոցը կրում Անդրանիկ Մարգարյանի անունը։ Տարիներ առաջ Անդրանիկ Մարգարյանը կազմակերպել էր դասընթաց այն ժամանակ դեռ շատ երիտասարդ կուսակցականների համար, որոնցից բոլորն այսօր հայտնի քաղաքական գործիչներ են։ Դեռևս այն ժամանակ նա խիստ կարևորում էր երիտասարդների քաղաքական սոցիալականացումը կրթության միջոցով։ Մենք ձեր հիշատակը վառ ենք պահում հենց այն տարբերակով, որը ձեր համար ամենացանկալին կլիներ, ձեր գործը շարունակելով, գրել է Մամիջանյանը։ Փաստարդը գրում է, որ Փաշինյանը բազմիցս է հայտարարել, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ավելին նշել է կոնկրետ չափով տարածք 86600 քառակուսի կիլոմետրով, ավելին հստակ ընդգծել է, որ ինքը Փաշինյանը Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում, ադրբեջանական, ադրբեջանապատմական, հարկավ դրանից հետո Հայաստանի որևէ ղեկավար պետք է վարկենապես դադարեր այդպիսին լինելուց, բայց Փաշինյանը, ինչպես տեսնում եք, ոչ միայն նստած է վարչապետի աթոռին, այլև հարցազրույց է տալիս, դեռ մի բան էլ իր արածը հանրությանը մատուցում է որպես մի մեծ լավություն կամ սխրանք։ Նիկոլ Փաշինյանը հմեկին տված հարցազրույցում նշել է, որ առավել եւս հիմա էսկալացիայի որևէ հիմք եւ հիմնավորում չկա, որովհետեւ Հայաստանը եւ Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, քաղաքական անկախությունը ըստ էության խորհրդային միության հանրապետությունների սահմաններով։ Առավել եւս հիմա էսկալացիայի որևէ հիմք եւ հիմնավորում չկա, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Ըստ փաստերթի բուն հարցը այն է, թե որտեղ եւ ինչպես են Ադրբեջանը այլև հայտարարել, որ ճանաչում են Հայաստանի տարածքային ամբողջականությունը, այնպես են ճանաչում, որ Հայաստանի Հանրապետության տարածքը պաշտոնապես հայտարարում ու կոչում են Արևմտյան Ադրբեջան, բացահայտորեն դրսևորում են Հայաստանը զավթելու եւ ադրբեջանական հորոսկոպով բնակեցնելու նպատակադրումներ, որոշակի քաղաքական կազմակերպչական ու դիվանագիտական աշխատանքներ են իրականացնում այդ ուղղությամբ։ Ավելին, Ադրբեջանն այնպես է ճանաչում ՀՀ տարածքային ամբողջականությունը, որ Հայաստանի սուվերեն տարածքի մի քանի 100 քառակուսի կիլոմետր տարածք շարունակում է օկուպացված պահել։ Երբ Փաշինյանը օրերս իրարը հաջորդ ստատուս փոթորիկ արեց, անդադար պնդելով, թե պատրաստ է ստորագրել Ադրբեջանի հետ այսպես կոչված խաղաղության պայմանագիրը, մեկնաբաններն ու ընդդիմախոսները հեգնեցին, որ Փաշինյանը կարող է նույնիսկ միակողմանիորեն այն ստորագրել։ 2023 թվականի հոկտեմբերին արդեն Արցախը էթնիկ զտման աղետի ենթարկելուց հետո Փաշինյանը Գրանադայում ըստ էության միակողմանի հայտարարություն ստորագրեց, ի սկզբանե նախատեսված էր, որ Ալիևն էլ պետք է մեկնի Գրանադա։ Փաստը գրում է, որ Ալիևը չմեկնեց այնտեղ, այնպես որ տարածաշրջանից միայն Փաշինյանը ստորագրեց, մի անգամ էլ ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Հարցազրույցում Փաշինյանը նորից վկայակոչում է Ալմա-Աթայի 1991 թվականի տխրահռչակ հռչակագիրը, որով իբր Արցախը այն գլխից ճանաչել է ադրբեջանական։ Փաստերթը նաև գրում է, էլ ինչի էին տասնամյակներ շարունակ բանակցում ՀՀԿ Մինսկի խմբի եռանախագահության շրջանակներում ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Ֆրանսիայի միջնորդությամբ, եթե փաստաթղթավորված կերպով Արցախը ճանաչել էին ադրբեջանական։
Տիկին Վարդանյան, տեղյակ եք, որ գլխավոր դատախազը պատրաստվում է գալ ազգային ժողով երկու պատգամավորների Տարոն Մարգարյանի եւ Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը սկսելու հետ կապված, ձեր կարծիքով սա իրավական process է, թե իշխանությունների թիրախում են այս երկու պատգամավորները։ Նախ գլխավոր դատախազի առաջին անգամ արժե գալը չէ եւ պետք է նկատել, որ դա երբեք չի լինում իշխանության ներկայացուցիչների նկատմամբ, արժե գալ իշխանության ներկայացուցիչների հետևից նկատի ունեմ եւ ինչ իրավական process-ի մեջ մասին մենք կարող ենք խոսել, եթե գործ ունենք Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական դատախազի հետ, ով զեկուցում էր իր դատախազ եղած առաջին շրջանում դեռևս մոռացել էր ինքը անկախ մարմնի ներկայացուցիչը եւ դեռևս զեկուցում էր Նիկոլ Փաշինյանին եւ ընդհանրապես նաև գործերի հետ կապված, այսինքն պարզվում է, որ Հովիկ Աղազարյանը օրինակ հանցագործ է բացառապես նրանից հետո, երբ Հովիկ Աղազարյանը հրաժարվում է ԿՊ-ի որոշումները կատարել, կամ այդ մարդուն մեղադրում էին պետական դավաճանության մեջ։ Հիմա ինչ որ անասնագողության մեջ են մեղադրում կամ ինչ որ մի քանի հազար դոլար կաշառք։ Հիմա պետական դավաճան է, թե բան է, մի քանի հազար դոլարի կաշառք է տվել ու ել եմ կրկնում, այդ ամեն ինչը մենակ Երևան է գալիս այն ժամանակ, որ Նիկոլ Փաշինյանի SMS-ները ստանալուց հետո հրաժարվում են այդ SMS-ները կատարել։ Այսինքն մենակ կարելի է պատկերացնել այդ SMS-ները կատարողների մոտ ինչ քրեական գործեր կան ու ինչ կարող է լինել իրանց հետ, եթե հանկարծ մի օր որոշեն այդ SMS-ներին այլևս չի ենթարկվել։ Ես իրավական գործընթաց մենք այս դատախազի օրոք չենք տեսել նախորդ տարիներին, չի կարող սա բացառություն լինել, սա նախընտրական արշավ է իրականության մեջ, նախընտրական արշավի մեջ տեղավորվող տրամաբանություն, ավելին կարծում եմ, որքան մոտենան ընտրությունները 2026 թվականը, այնքան մենք ավելի շատ մարդկանց ենք տեսնելու քրեական հետապնդում հարուցվելու, դրանք լինելու են ընդդիմադիր դաշտից, գուցե նաև 1-2 իշխանական դաշտի այլևս այդ անառակ որդիները ճակերտավոր իհարկե, ովքեր պետք է պատժվեն ցույց տալու համար, որ կոռուպցիան համատարած է, բայց Նիկոլ Փաշինյանը դրա հետ կապ չունի։ Մինչդեռ ոնց կարող է այնպես լինել, որ թիմը, շրջապատը բոլոր ինչ որ կոռուպցիոն մեխանիզմներով անցնում է, բայց ինքը, այսպես ասած, թիմի ղեկավարը Մաքուրը եւ Խեղճ Նիկոլը ինչ անի։ Այս տրամաբանության արտացոլումն ենք մենք տեսնում։ Ես այստեղ որևէ իրավական գործընթաց չեմ տեսնում, որևէ տրամաբանություն անգամ չեմ տեսնում։ Այդ քրեական գործերը, որ հետո գալիս են այստեղ նաեւ անձնամխելիությունից զրկում են կամ որոնք չեն էլ զրկում, հետո դատարաններում սովորաբար պայթում են, ձգձգվում են, որևէ խոստում չի կատարվում, դրա մասին ԲԴԽ-ն տեսանյութեր է նկարահանում, Նիկոլ Փաշինյանը այժմ ելույթ է ունենում, հետո գնում են այդ ջղայնացած, հետո գործով որ ջղայնացած ելույթ է ունեցել, գնում են այդ մարդուն ձերբակալում են կամ տնային կալանք են տալիս, այսինքն էս է մեր դատական համակարգի վիճակը։ Եթե մենք ունենք, ես ավելի ասեմ, որ փաստերով վստահ ենք, էլի դատողությունները կամ տպավորությունները մի կողմ թողնենք։ Եթե մենք ունենք փաստ, որ ինչպես է Նիկոլ Փաշինյանը հայտնի Խաչատուրովի գործով, երկրորդ նախագահի գործով հրահանգներ տալիս ԱԱԾ պետին Սասուն Խաչատրյանին, եթե մենք ունենք փաստ, որ Սահմանադրական մարմնի ԲԴԽ նախագահը հրաժարական է տալիս Նիկոլ Փաշինյանից SMS ստանալուց հետո կամ նամակագրությունից հետո, ինչ անկախ դատավարության, դատական իրավունքների մասին կարող ենք մենք խոսել։ Ես չեմ հավատում այդ դատական համակարգին, որ իրենք են սարքել, չեմ հավատում, որ Աննա Վարդապետյանը ընդհանրապես իրավական process-ներով եւ իրավունքի շահով է առաջնորդվում։ Դա քաղաքական թիմի, քաղաքական տրամաբանությամբ է, որ իրենք առաջնորդում են ու ավելին ասեմ, նախընտրական տրամաբանությամբ։ Մենք տեսանք, որ Գյումրիում իշխանությունները լուրջ են տրամադրված, անգամ ըմբիշ Արթուր Ալեքսանյանին են դարձրել քարոզչության մաս։ Դուք ինչպես եք վերաբերում ընդհանրապես, երբ որ հայտնի սպորտսմեններին, նախ ձեր կարծիքով իր կամքով էր Արթուր Ալեքսանյանը գնացել այնտեղ։ Ես դատողություններ չեմ կարող անել, չեմ ճանաչում հատկապես այդ անձնավորության ըմբիշին, այսինքն մենակ գիտեմ որպես ըմբիշ, ով բազմաթիվ հաղթանակներ է բերել Հայաստանին, չգիտեմ ինչն է իրեն տարել այնտեղ, ես ուրիշ բան կարող եմ ասել։ Նախ պիտի մարդիկ իմանան, որ քաղաքական process-ներին մասնակցելը դա քաղաքական դիրքորոշման արտահայտում է։ Շատ լավ է, եթե արտահայտումը դիրքորոշումը որ քաղաքացիների համար հստակ լինի, բայց պիտի իմանան, որ դա ունի հետևանքներ։ Այսինքն շատ տրամաբանական է, երբ որ դու մասնակցում ես ինչ որ քարոզարշավի դրանով աջակցելով որևէ խմբի, դու ստանում ես նաև դրա արձագանքները։ Այս դեպքում աջակցությունը եղել է այն խմբին, որը մեր երկիրը կանգնեցրել է այս վիճակի առջև։ Կիսում եմ պատասխանատվություն։ Չի կարող այդպես չլինել։ Ես ասեմ, դա մի
մի քայլ առաջ է, քան ես ոչինչով չեմ զբաղվում, քաղաքականությամբ չեմ զբաղվում, բայց դա խուսափելիորեն չի կարելի գնալ քարոզարշավին եւ հետո ասել, որ դե քաղաքական որևէ բանի մենք չենք մասնակցել, որևէ ձև չենք աջակցել, դա աջակցություն է եւ շատ ուղիղ աջակցություն է իդեպ։ Հետեւաբար, եթե դա եղել է մտածված, ըմբռնված, ուրեմն պիտի նաեւ դրա հետևանքների հետ հաշվի նստել։ Եթե իրեն, չգիտեմ, խաբել են կամ համոզել են կամ որևէ այլ ձև են տարել, այնտեղ կանգնեցրել, մենք ապրում ենք համացանցի հասանելիության դարում, դրա մասին կարելի է անել հրապարակում։ Դա է իմ վերաբերմունքը խոշոր հաշվով։ Ավելի որևէ բան ինչու է, ինչպես է այնտեղ հայտնվել, չեմ կարող ասել, ես միայն կարող եմ ասել, որ մեր բոլորի սարարքները ունենում են հետևանքներ, եւ դրա հետ բոլորս պիտի հաշվի նստենք։ Եթե ես այս թիմում եմ, պաշտպանում եմ այս թիմի թեզերը, նարատիվները, ես կրում եմ նաեւ դրա հետևանքները, նույնը հակառակում։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կկրճատի նախկինում հատկացված արտակարգ բյուջեի ծախսերը գրեթե 3 միլիարդ դոլարով, որից 2.5 միլիարդ դոլարը նախատեսված է արտաքին օգնության համար։ Այս մասին հայտնում է Semafor պորտալը։ Նրանք ասում են, որ Թրամփը կկրճատի ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից ընդունված 2023 թվականին պարտքերի ավելացման օրինագծին հատկացվող արտակարգ ֆինանսավորման չափը։ Պորտալը գրում է, որ մոտ 2.5 միլիարդ դոլարը, որը Թրամփը նախատեսում է կրճատել, պետք է հատկացվեր արտաքին օգնության համար, ներառյալ աջակցությունը միգրացիայի եւ փախստականների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպություններին, Մոլդովայի եւ Վրաստանի տնտեսական զարգացմանն առնչվող նախագծերին։ Այնուամենայնիվ, միջոցները չեն ազդի դաշնակիցների, այդ թվում Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության վրա։ Պաշտոնյաներից մեկը պորտալին ասել է, որ օտարերկրյա օգնության ֆինանսավորման մի մասը ուշադիր ստուգված չէր, լավ մտածված չէր։ Իրականում դրանք ոչ միայն չեն համարվում արտակարգ իրավիճակներ, այլև հավանաբար ամենացածր առաջնահերթ ծախսերի տեսակներից են, որոնք կարող են հատկացվել, նշել է նա։ Մնացած մոտավորապես 9.4 միլիարդ դոլարի արտակարգ ֆինանսավորումը, որը նախատեսված է 2023 թվականի օրենքով, կմնա անձեռմխելի, գրել է Semafor-ը։ Թուրքիան վերջին օրերին հակակառավարական բողոքի ցույցերի ավելի քան 1100 մասնակից է ձերբակալվել, հայտարարել է երկրի ներքին գործերի նախարարը։ Մեր փողոցների ահաբեկումը եւ ժողովրդի խաղաղությունն ու անվտանգությանը սպառնացող վտանգը բացարձակապես չի հանդուրժվելու, հայտարարել է թուրք պաշտոնյան։ ԶԼՄ-ների եւ իրավունքի ուսումնասիրությունների ասոցիացիայի տվյալներով ձերբակալվածների թվում առնվազն 10 լրագրող կա, այդ թվում ԱՖՊ լրատվական գործակալության ներկայացուցիչը։ Այս տեղեկությունը հաստատում է նաև գործակալությունը։ Թուրքիան բողոքի ցույցերը մեկնարկել են Ստամբուլի ինդիմադիր քաղաքապետի եւ նրա թիմակիցների մարտի 19-ի ձերբակալություններից հետո։ Իշխանությունները Էքրեմ Իմամօղլուին մեղադրում են կոռուպցիայի եւ ահաբեկիչների հետ համագործակցելու համար։ Մարտի 23-ին թուրքական դատարանը կալանավորեց Իմամօղլուին, ներքին գործերի նախարարությունն էլ ժամանակավորապես պաշտոնից հեռացրեց նրան։ Իմամօղլուն էլ հերքում է մեղադրանքները, դրանք անվանելով զրպարտություններ։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Իշխող քաղաքպայմանագիրը իր ողջ ռեսուրսով եւ քարոզչական եւ պաշտոնական աշխատում է չեզոք հասնել Վարդան Ղուկասյանին։ Ժողովուրդ օրաթերթի ԿՊԱ-մերձ աղբյուրները փոխանցում են, որ քարոզչության այս օրերին տուն-տուն բակ-բակ շրջելու արդյունքում ԿՊ-ն պարզել է, որ նախկին Թալանչի եզրույթը Գյումրիում արդիական չէ եւ Վարդան Ղուկասյանը ակնհայտորեն առաջատար է։ Ուստի հրահանգվել է նրան վարկաբեկելու, թիմակիցներին ահաբեկելու քայլերին նոր թափ հաղորդել։ Անգամ ազգային ժողովի ԿՊ խմբակցության падգամավոր Էմմա Պալյանը իշխանական լրատվամիջոցի հետ զրույցում ակնհայտորեն վիրավորելով Գյումրիում առաջադրված մյուս բոլոր ուժերին եւ թեկնածուներին 3 հայտարարեց, թե 8 ուժերից որևէ մեկին ձայն տալ նշանակում է քվեարկել Վարդան Ղուկասյանի օգտին։ Այսինքն ըստ Էմմա Պալյանի մյուս բոլոր 8 ուժերը Վարդան Ղուկասյանի արբանյակներն են, այդ թվում եւ Եվրադաշինքը, որը օր ու գիշեր եվրոպական արժեքներ է քարոզում ի հակադրություն կոմունիստական կուսակցության կողմից առաջադրված Վարդան Ղուկասյանի քարոզչությանը։ Իսկ այժմ եղանակի մասին մարտի 25-ին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կբարձրանա, հանրապետության տարածքում տեղումներ չեն գրանցվի։